Պարոն Հակոբյան, այս պատարագը այս տարվա վերջին պատարագն է, վարչապետը պատարագները անվանում է նորոգման պատարագներ, շատերը հույս ունեին, որ կտրիչ Ներսիսյանը կհեռանա, սակայն նա չի հեռանում, ինչ եք կարծում, ինչու եւ երբ կհեռանա։ Գիտեք, մենք իսկապես այսօր մասնակցում ենք նորոգման պատարագին եւ ես շատ ուրախացա, երբ տեսա, որ Կոտայքի թեմի առաջնորդն է նաեւ այստեղ մասնակցում, ում հետ շատ լավ եւ ջերմ հարաբերություններ ունեմ ես։ Նախ ուզում եմ օգտվելով առիթից շնորհավորել բոլոր մեր հոգեվորականներին, մեր հավատավոր քրիստոնյա հայրենիներին, ովքեր որ գտնվում են այս գործընթացի մեջ, եկեղեցու նորոգման գործընթացի մեջ։ Ես կարծում եմ, որ այս իրականությունը անկասելի է եւ որևէ մեկը չի կարող եկեղեցու կանոնադրությունը եւ կանոնակարգը խախտելուց հետո ունենալ այն կարգավիճակը, որը որ ունի եւ այն գործընթացը, որ սկիզբ է առել եւ տարածվում է ամբողջ Հայաստանով եւ հայաստանյաց եկեղեցիներով մեկ, իհարկե ունենալու է իր հանգրվանը։ Նայեք, ԱԱԾ-ն բացահայտեց, որ Եզրաս Ներսիսյանը պակգործակալ է եղել, նաեւ համագործակցում է ներկայումս դրսի հատուկ ծառայությունների հետ։ Այս ամենը հիմք չէ, որ եւ ինքը եւ կտրիչ Ներսիսյանը հեռանան։ Ես մեծագույն ցավով ուզում եմ արձանագրել, որ այո, մենք ունենք իրավիճակ եւ բարձրագույն հոգեվորականը գործակալական ցանցի մաս է եւ հետեւաբար այդ հոգեվորականները չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը, սա մեծագույն ցավով եմ արձանագրում եւ իհարկե հայ առաքելական եկեղեցում պետք է հոտը առաջնորդեն այն հոգեվորականները, ովքեր ծառայում են իրենց երկրին, ազգին, պետությանը եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության շրջանակներում են գործում։ Եվ նաեւ այն 10 եպիսկոպոսները, որոնք միացել են վարչապետի կոչին, նրանց շատ անտանելի ձևի թիրախիտակ են պահում։ Մենք այդ թիրախավորման փուլերով բոլորս անցել ենք դեռևս 18 թվականից եւ շատ-շատերը դրանից առաջ։ Մենք այդ թիրախավորման բոլոր դետալները գիտենք եւ տիրապետում ենք եւ այո,